Intensified its crackdown in Homs and other cities on the eve of a peace visit to Damascus by Russia's foreign minister. Opposition members say 50 people died in the continued bombardment, while Syrian security forces say they killed tens of terrorists. Today's visit by Sergei Lavrov follows Russia's and China's blocking of a UN resolution backing an Arab League call for President Bashar al-Assad to give up power. The fact that Russia Բարի լույս։ Էլի սկսեցիր։ Մեզ մոտ երեկո է, Դավիթ։ Ձեր մոտ լոսում երեկո է, Երևանում առավոտ, այնպես որ բարի լույս։ Ես դեռ սպասում եմ, Լիլ։ Բարի լույս։ Այս սա ուրիշ։ Ինչ ես անում։ Քիչ առաջ եմ տուն եկել։ Դու գործից եկել ես, ես նոր եմ գնում։ Ինչ է, էլի դեղերին մոտ չեն թողնում, Լիլ։ Էլի թարս ոտքից ես արթնացել։ Դե հենց հիշում եմ, որ բժշկականը գերազանց ավարտել ես ու օֆիսում զանգերի ես պատասխանում, թարս ոտքից եմ զարթնում, էլի։ Գիտես, որ ժամանակավոր է։ Այ, Լիլ, որտեղ եմ կարդացել, ամենահաստատունը ժամանակավորն է։ Դավիթ։ Լավ։ Առայժմ, հա, Լիլ ջան, ու բարի գիշեր։ Բարի լույս։
Բարով տեսան։ 4 օր չէի տեսել։ Ներվերս հանգիստ։ Ամպերի, ասա հիվանդներդ վրա կտան, շունչ քաշել չես հասցնի։ Թող հանգիստ սուրճ խմենք։ Բժիշկ 2 օր առաջ մենակ է քերթապահել։ Ասլենյանը հիվանդացել էր, փոխարինեցի։ Ու ոնց էր։ Առավոտ կանող սիրտը կոմպլիմենտ ա ուզում։ Քեզ տեսնեմ։ Չէ, ձեզ Դանիել, ինչ կոմպլիմենտ։ Դոնարը Արամովնա ջան։ Ջան, Ես պրոբլեմ չեմ ունենում միայն այն ժամանակ, երբ դուք եք իմ կողքին։ տեսեցիր։ Ես հայել լսում եմ։ Դավիթ ջան, աշխարհում ինչ նորություն կա։ Միտեղ կրակում են, միտեղ պայթեցնում, ինչպես միշտ։ Մեկ-մեկ էլ փրկում են, բայց դա հազվադեպ։ Այսօր գիշեր Boeing ինքնաթիռը վթարային վայրեջք է կատարել Մադրիդի օդանավակայանում։ Աստորեն, այս գիշեր Մադրիդի շտաբ օգնության աշխատողների համար թեժ գիշեր ա եղել։ Հատկապես վարորդների համար։ 3-րդ բրիգադ կանչ ընդունեք։ Այգեստան 3-րդ շենք 42 տարեկան տղամարդ։ Սուրճ Ցավեր սրտի շրջանում։ Բրիգադը 3-րդ, շենքը 3-րդ, դուք 3 դե։ Մի քիչ շատ չեղավ։ Նորից 03-ը մոռացավ, է։ Ինչպես միշտ։ Համեցեք այստեղ։ Շնորհակալ եմ։ Որով ձեզ, ինչ է պատահել։ Ոչ բան։ Բա ինչ գանգատ ունեք։ Ինձ հանգիստ թողեք։ Ներեցեք բժիշկ ջղայնացած է։ Ոչինչ, պատահում է։ Ապարատը դուր։ Թողեք։ Միևնույն է, չափելու եմ։ Դուր։ Վաղուց է ջղայնացած։ Մի ամիս։ 3 օր առաջ էլի վատացավ։ Շտապ օգնություն կանչել եք։ Չի թողնում։ Իսկ հիմա թողել է, որ կանչել եք։ Էլի չթողել։ Բավորին վարկ խփի։ Ճիշտ եմ արել, որ կանչել եմ։ Ինչ եք տվել։ Սրտի կաթիլներ։ Դեղերի նկատմամբ ալերգիա ունեք։ Ոչ։ Ֆուրասեմիդ 2 միլի, ներերակային։ Ասում եք ինչ եք տվել։ Վալակարդին։ Ընդամենը։ Դա էլ հազիվ խմեց։ Ուշքույր։ Հերո, ինձ ոչինչ չի օգնի, ոչինչ հարկավոր չի։ Լսեք, թույլ տվեք ես որոշեմ, հա, պետք է, պետք չի։ Թույլ թողեք։ Եթե ամեն ինչ տեղով լիներ։ Համաձայն եմ։ Ամեն ինչ չէ, որ դեղով է որոշվում, բայց տվյալ պահին ձեզ անհրաժեշտ էր այս սրսկումը, հավատացեք։ Պահեք։ Հիմա ինձ հանգիստ թողնեք։ Բժիշկ սիրտն է։ Ճնշումն էլ է բարձր։ Շատ է ջղայնացել։ Թող ինքն ասի։ Ինքը չի ասի։ Լավ էլ գլխին գար։ Դե ակնհայտ է։ Կարող է դուք եք ջղայնացրել։ Նրան հանգիստ թողվիշ։
Սրսկեցիք։ Ձեր գործը կատարեցիք, կարող եք գնալ։ Հա, կգնանք, ոչ չենք մնալու։ Ուղղակի կգնանք, երբ անհրաժեշտ լինի։ Դուք կարող եք սրսկել, տեղեր տալ։ Սա չէ ձեր բժշկությունը։ Մենք ընդամենը առաջին օգնությունն ենք ցույց տալիս հիվանդին։ Լավ։ Սիրտն էլ ստուգ ենք։ Բորսե։ Կապտոպրիլ։ Ձեռք բերեք։ Ինչ։ Լեզվի տակ։ Ասում եք, կորցրել եք ձեր հանգիստը։ Ացակ պսիխոթերապիայի, հա։ Չէ։ Պարզապես ուզում եմ հասկանալ ինչ է պատահել։ Ինչ է պատահել։ Հարազատ եղբայրը տունը ձեռքից առնում է։ Հայրը որ կար, ամիսներով չէր գալիս, չէր երևում, բիզնեսը չի թողնում, ժամանակ չունի։ Ծնողների հետ մենք էինք ապրում, մենք էլ պարտավոր ենք նայենք։ Հոր մահից հետո ամեն օր այստեղ է, իր բաժինն է ուզում։ Սիրտս լավ բան չի վկայում։ Մեկ է նա ամեն ինչի կգնա, ոչ մի բանի առաջ չի կանգնի, համաձայնվի։ Իրանք պարտավոր են առաջին օգնություն ցույց տալ, ոչ թե քեզ լսեն։ Թող բոլորը լսեն, թող բոլորն էլ իմանան, թե ինչ եղբայր ունես։ Գոհար, Ինչ է գոհար։ մարդկանց սուրճ բեր։ Այսինքն ձայնս կտրեմ։ Այո։ Կարող է ուզում եք ձեզ հիվանդանոց տանենք։ Ոչ։ Ոչ մի դեպքում։ Հենց ոտս տնից դուրս անեցի, կմտնելու ամեն ինչ կթալանեն։ Իսկ ես ծնողներիս տարիների վաստակը շուն ու գելի բաժին կդարձնի։ Ահա, որ ասում էի շտապօգնությունն էստեղ կլինի։ Սամվելյան, քեզ որ մնար վաղվան կթողնեինք։ Նոտար եմ բերել։ Տուր։ Հաստատուղթը կազմված է։ Քանի դեռ հիվանդանոց չեն տարել։ Ստորագրի, որ հետո խնդիր չունենանք։ Ուզում ես ասել, քանի չեմ մեռել, ստորագրեմ, հա։ Ինչի մեռնես։ 1000 տարի ապրի, չուզողդ էլ թող ես լինեմ։ Բայց դե գործ է, պիտի արվի։ Չես կարող սպասել։ Ինչի սպասեմ։ Այսքան սպասեցի ինչ եղավ։ Մեր հերը, որ մեր մասին մտածեր, ժամանակի մի կտակ կգրեր, մեր բաժինը կտար, ու երկու աղբոր էսպես իրար դեմ չեր անի։ Մեր հերը, բայց մենք կարող ենք հիմի ցիվիլ ձևով, թե չէ, մեկ էլ տեսար Դուրս։ Ում եմ ասում։ Դուրս գնա այստեղից։ Չես տեսնում եղբայրը ձեռքից գնում է, լեզուդ չի չորանում։ Դուրս գնա։ Թե չէ։ Մի ուրիշ անգամ։ Չէ լամաչում։ Ինձ տանից դուրս է անում։ Դու էլ այստեղ բժիշկներին ես գլխի հավաքել։ Վկաներ ես ապահովում, հա։ Ինձ տանից դուրս հանող դեռ չի ծնվել, հասկացար։ Ես։
Իմ բաժինն եմ ուզում։ Ու դու էլ քեզ այդպես ամմեղ զոհի տեղ չդնես։ Մեկ էլ դրան կասես, որ այսուհետ ձենը վրեժ չբարձրացնի։ Թե չէ։ Ինչ եք նայում տիկին։ Ես ոչ մի բան չեմ ստորագրի։ Կարող ես դատարան տալ։ Խնդրում եմ, մի հատ էլ սրսկեք։ Դատարան ես ուզում։ Դատարանում կհանդիպենք։ Բան ես ասում։ Բժշկին հանգիստ թող։ Ինչի։ Կարող է բան ունի ասել։ Թող ասի իմանանք։ Ինչպես ասել է մարդկության անհայտ մի փիլիսոփա, եթե չի ստացվում լավ մարդ լինել, մի հուսահատվիր, կրկին փորձիր։ Ընդմիշտ Coca-Cola։ Այմարդ, մեծ քաղաք էլ չի, բայց մի փոքր վթար ու վերջ, խցանում։ Ինչա թե ապայի են սպասում։ Թորս թելադրության մեջ գրել է, եթե դու չգաս, ապա ես կգամ։ Եվ այդ ապան 2 պայով։ Ասում եմ, Վահե ջան, ինչու է այդպես։ Ասում է, բա ամեն տեղ այդպես է գրված, դե արի ու բացատրի։ Դոնարա Արամունն է, տենց որ մնա շատ շուտով երեխեքը հայերենի ուղղագրությունը մենակ գովազներից են սովորելու։ Տեսնես այդ 2-ը ինչ կանեն։ Դե ինչ պիտի անեն, նա ասեցին էլի դատարան ու վերջ։ Սովետի ժամանակ ինչ դատարան, ինչ կտար, մարդիկ հանգիստ ապրում էին։ Այո։ Ձեզ Դանիել, ուզում ես ասես, որ այն ժամանակ ունեցվածքի համար կռիվ չէին անում։ Բայց ոչ այսքան համոզված անամոթությամբ։ 3-րդ բրիգադ, դեռ հանգստանում եք։ Ալո Յան, Լուիս քեզ լսողին, ես կարծում էի մոռացել ես մեզ արդեն։ Հույս չունենաք։ Նարդոզի փողոց, կին, տարիքը չասած, ասած ինքը այդ հարցին չի պատասխանում։ Կանչն ընդունված է, ուրիշ։ Հետո կասեք տիկինը քանի տարեկան էր։ Այ։ Հարգում եմ իրենց տարիքը պետական գաղտնիքի պես պահող կանանց։ Գրազգան քանի տարեկան կլինի։ 42։ Չէ, 51։ Դոնարա Արամովնա։ Ժամանակ եք կորցնում զուր։ Անձնագրում էլ փնտրեք չեք գտնի։ Ձեռքը կոտրած տիկինը, որ տարիքը չի ասում։ Չնայած ճիշտ է ասում, ինչպես միշտ գիտես ձեզ Դանիել։ Բայց մենք գրազ եկանք, չէ՞։ Մի շիշ կոնյակ։ Ոնց մի շիշ կոնյակ։ Լավ կոնյակ։ Լավ։ Շոկոլադը իմ կողմից։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Անժելա։ Դոնարա Արամովնա համեցեք։ Տիկին Անժելա, մենք հիմա ամեն ինչ ենք անում։ Նստեք։ Այսպես։ Հենվեք դուք։ Հիմա աջ ձեռքը թողեք, ես ձախը պահում եմ։ Թողեք դուք։ Այդպես, լավ է, լավ։ Դոնարա Արամովնա, ցավազրկող։ Ջարդվել է։ Մենք հիմա ձեզ ցավազրկող կսրսկենք, ձեռքը կֆիքսենք ու կտեղափոխենք հիվանդանոց։ Այնտեղ ռենտգեն կանեն։ Իսկ դուք ինչ կասեք։ Ոնց որ թե կոտրված է։ Իհապե։ Ոնց է պատահել։ 21 տարվա հարևաններ ենք, դեռ իրար թող խոսք ասած չկանք։ Վերջ։ Ցավում է։ Մի փոքր պիտի ցավի։ Լավ։
Բայց երեք ես նրան անվանեցի խելապակաս պարավ։ Դե հիմա հարցրեք, թե ինչու ասացի։ Ում անվանեցիք։ Էլիային, որովհետև Բարսիկին մենակ էր թողել։ Իսկ նա մլավում էր ու մլավում էր։ Ամբողջ գիշեր չքնեցինք, պատկերացրեք։ Չքնեցիք։ Ես ու Բարսիկը։ Հա։ Կենթանի պահելը շատ պատասխանատու բան է, գիտեք, Իհարկե։ որովհետև կենթանին լեզու չունի։ Դուք լացող շան կամ կատվի տեսած կաք։ Ես չգիտեմ մեր բակի կատուները լացում են թե ծիծաղում, բայց որ ամբողջ գիշեր ինձ քնել չեն թողնում, այդ դա հաստատ է։ Առաջ գոնե մարտ ամսին էին կատաղում, հիմա ողջ տարին կատվային համերգ են տալիս։ Թեմայի ինչպիսի սահուն անցում։ Բայց դուք հումորի զգացում ունեք, թեև բժիշկ եք։ Էլիայի մասին էիք պատմում։ Որեք դու նորարանում։ Էլի աղջիկ, գնացել ես աղջկատ մոտ լավ ես արել, կատվին ինչի ես մենակ թողել։ Հաջորդ օր էլի նույնը։ Հետո հարևանս Արտաշես մանուկի չասաց, որ Էլիայի ճնշումը բարձրացել է և նա աղջկա տանը պարկած է։ Խիղճս տանջեց։ Ցանկացա պատշգամբից դուրս բերել, բայց նա թռավ, օդանցքից դուրս եկավ։ Հետո ցանկացա իմ կողմը բերել, ձեռքս տարա և սովածությունից ու մենակությունից նա իրեն կորցրել էր, ձեռքս ճանկռեց, տեսեք։ Պատկերացնում եմ, թե ինչ սարսափելի տեսք ունեմ ես։ Չէ, ինչ եք ասում, տիկին Անժելա, դուք հրաշալի տեսք ունեք։ Չէի պատկերացնում, որ շտապօգնության բժիշկը այդպես գալանտ կարող է լինել։ Շնորհակալ եմ։ Հետո աթոռը դրեցի ու բարձրացա աթոռի վրա, ոտքս սայթաքեց։ Այնպիսի ցավեր էին, այնպիսի ցավեր, որ չհասկացա ինչպես զանգեցի 03։ Տիկին Անժելա, դուք հրաշք կին եք։ Անկեղծ։ Կատուների իմ թուլությունն եմ բժիշկ։ Բա ինչու կատու չեք պահում։ Այ, եթե շտապօգնության բուժքույրն էլ նման լիներ բժշկին, увы, ничего не поделаешь. Կատու կպահեի, բայց կատու պահելը շատ մեծ խնամք է պահանջում։ Իսկ ես հազիվ կարողանում եմ ինձ խնամել։ Տիկին Անժելա, բայց ասեք, որ ցավազրկողն արդեն ազդել է։ Այո։ Ուրեմն կարող ենք արդեն գնալ։ Չենք կարող։ Ինչու։ Դուք ինչ չեք լսում, որ խեղճը հիմա էլ պատշգամբում է մլավում։ Դե պետք է մեկնումեկը զանգի արտակարգ իրավիճակների ծառայություն։ Իսկ ով պիտի զանգի։ Մեկնումեկը։ Չէ։ Մինչև Բարսիկին չփրկենք, ես հիվանդանոց չեմ գնա։ Լավ։ Դոնարա Արամովնա, խնդրում եմ մնացեք տիկին Անժելայի կողքին, ես հիմա կգամ։ Պատշգամբ։ Հա, Բարսիկին փրկելու։ Ես էլ եմ գալիս։ Չէ, խնդրում եմ մնացեք տիկին Անժելայի կողքին, լավ։ Շնորհակալ եմ բժիշկ։ Միշտ ապեք։
իմացաք։ Կատվասեր տիկինը 61 տարեկան էր։ Բայց ինչ ջահիլ ձայն ուներ։ Նա Ալոյան ջան։ Էդ Իվանը Դավիթ, ես քեզ վերջին անգամ եմ ասում։ Օրիորդական ազգանունս Վարդանյանն է, ամուսնականս Համբարձումյան։ Այդքանը քիչ էր, մի հատ էլ դու ավելացրու։ շատ է, շատ։ Բայց դու Ալոյանն ես։ Հարցրու ինչու։ Ինչու։ Որովհետև ամբողջ Երևանում, դու չէ ինչ Երևանում, ամբողջ աշխարհում քեզ պես Ալո ասող ոչ ոք չկա։ Իսկ դուք Մենք ինչ, մենք տրի դեն ենք։ ինչ են իրար գտել եք։ Մի բրիգադում Դավիթ, Դանիել, Դոնարա։ Դու էլ միշտ այնպես ես անում, որ միշտ մի բրիգադում լինենք, չէ՞։ Մեր պահապան հրեշտակ ջան։ Չէ՞ մի ուշքս գնում էր։ Ես Դոնարա Արամովնայի համար եմ անում։ Նրա ճնշումը միայն ձեզ հետ չի բարձրանում։ Լսի, ես ապշահար եմ։ Ինչ հարե։ Ինչը հարե։ Ապշահար եմ։ Դադ Դանիել, հայերենը շատ հարուստ լեզու է, որ ինվենտարիզացիա անես, այնպիսի բառեր կգտնես, որ Ալո։ Շտապօգնությունը լսում է։ Ընդունված է։ 3-րդ բրիգադ, շտապ, Վթար Քոչարի փողոցում, մեկի վիճակը շատ ծանր է, արա։ Զազդանիել գնացինք։ Հետո կդասնենք։ Ոնց որ չի շնչում, բժիշկ։ Կանգառում կանգնած են եղել։ Արկելակներ չեն պայել ուղի մարդկանց վրա է գնացել։ Հազիվ հացել են մի կողմ շփոթել, բայց ինքն է։ Շունչ։ 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 Էլի։ Շունչ։ բժիշկ չի շնչում։ Ինչ ջահել է սապեր։ Ուրեմն այդ աղջիկը քույրն էր։ 20 տարեկան։ Ասա որ այդքան շուտ է իր մահանալու ինչու ծնվեցիր։ Իմ կարճ խելքով հրաչ կյանքը փրկելու համար։ Շատ դաժան է, թե քո ասածն է։ Քույրը ամբողջ կյանքը ծանր բեռով ապրել է։ Որ Աբա ինչա։ Իմանաս, որ կյանքիդ գինը եղբորդ մահը։ Սկզբում դժվար կլինի։ Բայց հետո ամբողջ կյանքը կապրի միայն եղբոր սիրով։ Այդ սերը միայն կավելանա։ Պասորեն բացատրությունը գտար։ Որտեղ սեր կա, բացատրություն գտնելը հեշտ է։ Դու ինձ բացատրից է, ոնց է լինում, որ աղբերը մի քանի մետրի համար աղբորը կարող է մահվան դուռը հասցնել։ Չնայած ճիշտ ես, հա։ Որտեղ սեր չկա, այնտեղ բացատրություն էլ չկա։ Ալոյան, մենք վերադառնում ենք, մեզ ասելու բան ունես։ Չէ, առայժմ հանգիստ է, վերադարձեք ենթակայա։ Ալոյան, մեր վերադարձը պրոսպեկտով է։ Հասկացա։ Սպասի։ 15 րոպեն բավական է։ Ալոյան, այս աշխարհում մեկը կա, որ քեզ սիրում է ամենաշահախնդիր սիրով ու չի վախենում այդ սերը արտահայտել ամբողջ աշխարհին։ Ու դա պապս է, գիտես։ Ես գիտեմ։
Ասա ինքն իմանա, քեզ մնաց 14 րոպե, վերջ կապին։ Ձեզ Դանիել, խանութի մոտ կկանգնես։ Ռոկֆոր ես առնելու։ Հա, Եղավ։ չէ, սովորում են, վարժվում են, էլի կամաց։ Հիմա կգամ։ Հա։ Պապի։ Բարև։ Բարև։ Ո՞նց ես։ Լավ է։ Պապի ասում ես ո՞նց ես։ Պատկերացնում ես։ Առավոտ շուտ Բեթհովենի օդաներին հաղորդում։ Էդ ինչ ես բերել, էլի Ռոկֆոր։ Պատկերացնում ես, եթե առավոտ շուտ Բեթհովենի օդան են հաղորդում, ուրեմն աշխարհում դեռ ամեն ինչ կորած չէ։ Ապարատը դուր է, պապի։ Են սենյակում։ Հարևանի ճնշումն էի չափում։ Մի րոպե, պապի։ Էս դեր երեկվա բերածները թողել էին։ Ահա։ Գիշերը լավ չես քնել, հա։ Սկզբում հա, Հետո էլ քնաբեր ես խմել, չէ։ հետո էլ քնեցի ու տատիկ տեսա երազում։ Չի փոխվում, գիտես։ Ով, պապի։ Տատը։ Ուրիշով կգա երազիս։ Ինչ իմանամ։ Տատդ միշտ իզնից առաջ էր ասնում։ Ասում էր մի բաժակ ջուր բեր։ Ու միջև ես տեղից շարժում էի ինքն արդեն բաժակով կողքից կանգնած էր։ Առաջն էլ գնաց, էլ իզնից առաջ անցավ։ Հիշում ես ինչ լավ էր շպտում։ Աչքերով։ Հա, հիշում եմ, իհարկե հիշում եմ։ Իսկ ես սկսել եմ մոռանալ։ Պապի երեք չի մենակ ապրես։ Տեղափոխվի մեզ մոտ, էլի։ Համ էլ մամայի համար էշտ կլինի։ Ախ, խեղճը երեք տուն է պահում։ Թե դու ինչի առանձնացած։ Դու թեման մի փոխի, ես քո մասին եմ խոսում։ Իմ մասին ինչ խոսեմ։ Ես քարացած հայացքների տեր մարդ եմ։ Իմ կյանքս փոխել չեմ ուզում։ Ստու մենակ ես։ Ստիպված մայրդ ճաշն ու հարթուկած շորերով տուն է բերում։ Ես էլ մի կողմից իմ բաժին ճաշով ու հարթուկած շորերով։ Փաստորեն չես տեղափոխվում։ Չէ, ես թվում է տանից դուրս գամ։ Էլ տատդ երազիս չի գա։ Լիլիթի հետ խոսել ես։ Հա էլ խոսում եմ էլի։ Միշտ էլ նույնը։ Ինքը գործից տուն է գալիս, ես գնում եմ գործի։ Լավ։ Ճնշումդ նորմալ է, տրամադրությունն էլ լավատեսական։ Ինչպես ասել է հայ ժողովրդի պարծան Գագարինը, պայ է խլի, այսինքն թռանք։ Չեղավ։ Մոռացա։
Պապի, դու ինչի չես խմում։ Տանը չեմ կարող խոտեր այդ հավաքացում։ Համը ոնց է։ Մի հարցրու, խոտային։ Մաման քո համար է սարքում, դու չես խմում, չես շպրտում, որովհետև խիղճը թույլ չի տալիս։ Ստիպված ինձ ես չէ խմացնում։ Գիտես չէ, որ իմանա երկուսս էլ ձեռքից չենք բարձանի։ Դե լավ, պապ, գնացի։ Մաման խնդրել էր, որ համոզեմ քեզ, բայց դե համոզվեցի, որ դու տնից դուրս եկողը չես։ Լավ, սրանից հետո կաշխատեմ ավելի հաճախ գալ, պապի։ Եթե Էյնշտեյնը չգրեր իր հարաբերականության տեսությունը, կարող է դա գրեր մեկ ուրիշը, բայց եթե Բեթհովենը չգրեր օդա, ուրիշ ոչ մեկը չէր կարող գրել։ Լավ մտածիր։ Պապի այսօր 20 տարեկան տղա էր մահացել։ Տեսնես նա ինչ պետք է աներ իր կյանքում, որ ոչ ոք չէր անի նրա փոխարեն։ Ու հաստատ չէր անի։ Դժվար հերթապահություններ։ Ամեն օրվա պես, պապ։ Քեզ լավ նայիր։